Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին ժամը 19:20-ից 22:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Մենք չենք պատկերացնում, թե ինչպես ենք ընկերանալու Հայաստանի հետ, դա անիրատեսական է, անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը դեռ վաղաժամ է, բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահություն կառուցելու ուղղությամբ։ Այս մասին Բաքվում դեպի նոր աշխարհակարգ միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ալիևը։ Նա նշել է, որ վերջերս Բաքվին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են առաջարկվել վրացի գործընկերների կողմից։ Մենք դրական արձագանքեցինք եւ սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը։ Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող ենք փոքր քայլեր սկսել, նշել է Ադրբեջանի նախագահը։ Ադրբեջանը բազմաթիվ երկրների հետ ունի ռազմավարական գործընկերության համաձայնագրեր, իսկ Հայաստանը ինքն է իր ագրեսիայի ու օկուպացիայի պատճառով զրկվել տրանզիտ երկիր լինելու հնարավորությունից։ Իհարկե մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ։ Դա իրատեսական չէ։ Նույնիսկ որևէ տնտեսական ինտեգրման մասին խոսելը վաղաժամ է, բայց սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ մենք պատրաստ ենք դրան։ Մինչև օրս խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է եւ բաղկացած է 17 կետից։ Ադրբեջանն այստեղ լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, նոր չեն։ Մենք երկար ժամանակ առաջ ենք տանում այս պայմանները, սակայն Հայաստանից դեռ լուրջ արձագանք չենք ստացել։ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնականի Բադալյանը պատասխանելով քարտեզների տրամադրելու Բաքվի պահանջներին լրատվամիջոցների հարցմանը հայտնել է, որ Հայաստանը 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին եւ նոյեմբերի 29-ին միակողմանիորեն առանց նախապայմանների Ադրբեջանին տրամադրել է ականապատ տարածքների 972 ռեգիստր։ Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմաթիվ հայտարարություններին, թե ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ չկան։ Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու հայցը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է հանքարդյունաբերության մեջ, նշել է Անի Բադալյանը։ Ականի պայթյունի զինծառայող է վիրավորվել, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Ականա պայթյունային վնասված ստացած պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ, նշել է նա։ Ըստ ԶԼՄ-ների պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։ ԱՄՆ կոնգրեսի 25 անդամներից բաղկացած հայկական հարցերի հանձնախումբը երկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոին եւ ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին, պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը եւ Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Նամակում կոնգրեսի անդամները շեշտել են ամերիկյան միջական եւ կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը, կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը եւ նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը։ Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի եւ Անկարայի համար ամենաձեռնտու իշխանությունն է, ասել է Զատուլինը։ Մեզ պետք չէ, որ Հայաստանը թույլ լինի, որ չկարողանա պաշտպանվել, եւ սա է մեր բազան այնտեղ պահելու պատճառը, որն այս առումով պետք է օգնի Հայաստանին։ Անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն է Հայաստանում, շահագրգռված ենք, որ Հայաստանը ուժեղ պետություն լինի, ասել է Զատուլինը։ Դեպի նոր աշխարհակարգը գլխագիր է ընտրել ու Ստեփանակերտի պետհամալսարանի շենքում միջազգային համաժողով է անցկացնում։ Էթնիկ զտման ենթարկած սեփական տներից մարդկանց պարտադրանքով հեռացրած բռնարարը 44 երկրից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից այստեղ եկածներին էլի մոլորության մեջ գցած օրակարգ է առաջ բերել։ Միջազգային անվտանգության եւ համագործակցության նոր մոտեցումները, ինչպես նաեւ հետկոնֆլիկտային տարածաշրջաններում խնդիրների կարգավորման ուղիներն են քննարկում։ Քննարկում են մի տեղանքում, որտեղ 120,000 մարդ
0 անվտանգություն ունենալով բռնատեղահանվեց։ Հիմա շարունակում են մատների վրա խաղացնել աշխարհին։ Բողոքեցին, թե միջազգային հանրության ճնշումով է իբր Հայաստանն իրենց ականապատ քարտեզները տվել եւ իբր դրանք ճշգրիտ չեն։ Միջազգային ճնշումներից հետո Հայաստանը տրամադրեց որոշ քարտեզներ, բայց դրանք ընդամենը 25%-ով էին ճշգրիտ։ Ականների վերջին պայթյունների ավելի քան 55%-ը տեղի ունեցել այդ քարտեզներում չընդգրկված տարածքներում։ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400,000 ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը մոտ 1.5 միլիոն է։ Նրանք հիմա էլ նոր կուրսով են աղմկում, ձևակերպումներ են անում, թե ականների հարցում, թե Հայաստանի մոտեցումը եւս մեկ հետքայլ է հետկոնֆլիկտային շրջանում, տարածաշրջանում խաղաղության եւ վստահության ամրապնդման միջոցառումների ուղղությամբ։ Սպասում եմ, որ մեջբերում Երևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը եւ տուժած շրջանների վերակառուցումը։ Ինչ են ուզում, հիմա ինչ կա նրանց մտքին։ Հաջիզադեին զուգահեռ նրանց օմբուդսմեն Ալիևան է ձայնակցում նույն տոնայնությամբ։ Ալիևը արդեն սկսել է քաղաքական փրփուրներից կախվել։ Մենք տվել ենք այդ քարտեզները, ճշգրտությամբ ենք տվել։ Նա ամեն կերպ ճողոպրում է, ամեն կերպ աշխատում է, որ այդ պայմանագիրը չստորագրի, վերադարձի։ Նա սպասողական վիճակի մեջ է, նոր ինչ-որ սպասումներ ունի ինքը։ Նրան այսօր ձեռք չի տալիս պայմանագիրը ուրեմն կնքել։ Այն ինչ որ մենք ունեցել ենք, մենք արդեն տվել ենք իրեն։ Պաշտոնապես պահանջեցին, պնդեցին ու մեջլիս մտավ օրենսդիր մեջլիսը, միջազգային հանրությանը դիմեց գործը գլուխ բերելու։ Միլի մեջլիսը կոչ է անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի ընդունի իր պատասխանատվությունը ադրբեջանական տարածքների օկուպացիայի համար եւ փոխանցի ականների ճշգրիտ քարտեզները։ Ահա այսպիսի ադրբեջանական խանդավառություն, բայց հիշենք, որ 2023-ին Երևան-Բաքու պայմանավորվածություն եղավ, շոշափելի քայլեր ձեռնարկել երկկողմ վստահության ակնկալիքով։ 6 օր անց հետևեց 32 գերիների վերադարձը Հայաստան։ Երևանն էլ 2024-ի հունվարի 26-ին ականապատ դաշտերի 8 նոր մատյան հանձնեց Ադրբեջանին։ Հիմա Բաքուն հեգնում է, թե դրանք ճշգրիտ չեն, իրենք պայթում են ականների վրա։ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը շտապեց ցավակցել Բաքվին ադրբեջանցիների ականների վրա պայթելու առթիվ։ Մտահոգվեցին էլ Աղդամի եւ Ջաբրայելի շրջաններում եղած ականների պայթյունների միջադեպերով։ Բրիտանիան ի դեպ 2022-ից աջակցում է Բաքվին ականազերծման գործում։ Եվ այս ամբողջ պատմության մեջ շատ առանցքային ու ուշագրավ փաստ կա։ Ադրբեջանցիները ըստ էության պայթում են 90-ականներին պաշտպանության բանակի առաջխաղացումը կասեցնելու նպատակով հենց իրենց տեղադրած ականների վրա։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մի շարք երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը նրանց համար գործ անելու ավանդական ձևերից մեկն է։ Այս մասին Տելեգրամում գրել է Մարիա Զախարովան։ Մեկ օրում պատասխան սակագները դեռ աճել են։ Սակարկությունը լուրջ է։ Պետությունների համար դա բիզնես վարելու ավանդական ձևերից մեկն է։ Շատ երկրների համար դա շոկ է, ասել է Զախարովան։ Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ, նրանք թույլ չեն տվել պետական պաշտոնյաներին գնալ 1989 թվականի ապրիլի 9-ի ցույցը ճնշելու զոհերի հուշահամալիր։ Նրանց նպատակն էր թույլ չտալ, որ վարչապետ Կոբախիձեն եւ կառավարության այլ պաշտոնյաներ հասնեն խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հուշահամալիր։ Ամեն տարի ապրիլի 9-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են այստեղ հարգելու 1989 թվականի իրադարձությունների զոհերի հիշատակը։ Այսօրը խորհրդային զորքերը ծրեցին Վրաստանի անկախության համար կազմակերպված ցույցի մասնակիցներին, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 20 մարդ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օդանավերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդայի նահանգի Մուգբիլ քաղաքի բնակելի թաղամասին, զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորվել է ավելի քան 16 մարդ, այդ թվում կանայք եւ երեխաներ, զգալի վնաս է հասցվել բնակելի տներին։ Քաղաքացիական պաշտպանության խմբերն անմիջապես շարժվել են դեպքի վայր, փլատակներից տուժածներին փրկելու եւ ամերիկյան ռմբակոծության հետևանքով բռնկված խոշոր հրդեհները մարելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ օդային մի քանի հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջանների կապի ցանցերին, ինչպես նաև թիրախավորել Դամար քաղաքից արևմուտք գտնվող մի շարք ֆերմաներ, ինչի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։
Ամերիկայի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Այս մասին Ալժիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Օմանում Իրանի եւ Ամերիկայի պատվիրակությունների միջև կայանալիք բանակցություններին։ Արաղչին հայտարարել է, որ Ամերիկայի հետ առաջիկա բանակցությունների գլխավոր նպատակը պատժամիջոցների վերացումն է։ Վստահությամբ ամրապնդման միջոցների դիմաց անհիմն մեղադրանքների հիման վրա կիրառված անարդար պատժամիջոցները պետք է հանվեն, նշել է նա։ Ուկրաինայի արևելյան հատվածում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Նախագահ Զելենսկին հայտարարելով այս մասին նշել է, որ ուկրաինացի զինվորականները օրեր առաջ Դոնեցկի մարզում մարտի բռնված 6 չինացիներից գերեվարել են 2-ին։ Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի զինվորականների, չինացիները մասնակցում են ոչ թե Ռուսաստանի, այլ հենց Ուկրաինայի տարածքում ծավալվող ռազմական գործողություններին, պնդել է այս մասին Զելենսկին։ Ռուսաստանը համոզված է իր բարոյական, պատմական եւ մարդկային արդարության մեջ։ Պատմությունը վերաշարադրելու արևմուտքի փորձերը զուր են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Մեր բարոյական գծերը շատ են, մեր ունեցած սուրբ հիշողությունները երբեք չեն հեռանա պատմությունից, երբեք չեն հեռանա բոլոր սերունդների, այդ թվում ապագա սերունդների հիշողությունից։ Այն մնում է անփոփոխ, եւ մենք համոզված ենք մեր պատմական, բարոյական, մարդկային իրավացիության մեջ, ասել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կբարձրացնի Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքը ևս 50%-ով, հասցնելով 104%-ի։ Սպիտակ տան պաշտոնյան տված հարցազրույցում հաստատել է, որ չինական ապրանքների նկատմամբ Ամերիկայի մաքսատուրքերը կբարձրանան մինչև 104%։ Նախագահ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ցանկանում է գործարք կնքել, սակայն նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես դա սկսել։ Եթե Չինաստանը գործարք կնքի, Թրամփը գթասիրտ կգտնվի, ասել է Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը։ Թուրքիան փորձում է ռազմաբազաներ տեղակայել Սիրիայում, այս մասին հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Մենք դեմ ենք դրան եւ ակտիվորեն աշխատում ենք դրա դեմ։ Ես այդ մասին ասացի նախագահ Թրամփին, որը եւ իմ ընկերն է եւ Էրդողանի ընկերը, հավելել է նա։ Ավելի վաղ Թրամփը պատրաստակամություն է հայտնել լուծելու Թուրքիայի եւ Իսրայելի միջև տարաձայնությունները։ ԱՄՆ նախագահ Թրամփը մտադիր է ներգաղթյալներին արտաքսման որոշումից հետո օրական տուգանել $998, եթե նրանք չլքեն երկիրը։ Ովքեր չեն վճարի այդ գումարը, նրանց ունեցվածքը կբռնագրավվի։ Թրամփի վարչակազմը նախատեսում է հետին թվով պատժամիջոցներ կիրառել մինչև 5 տարի ժամկետով, ըստ բարձրաստիճան աղբյուրի, որը ցանկացել է անանուն մնալ։ Դա կարող է հանգեցնել ավելի քան $1 միլիոն տուգանքների գոյացմանը։ Սանտո Դոմինգոյում Ռուբի Պերեսի համերգի ժամանակ Jet Set ակումբի տանիքը փլուզվել է նախնական տվյալներով, կա ավելի քան 79 զոհ եւ 155 վիրավոր, 100 մարդ դեռ գտնվում է փլատակների տակ։ Իշխանությունները պատրաստ են ևս մեկ ամսով երկարաձգել Արցախից տեղահանվածների աջակցությունը, եթե նրանք ազատության հրապարակից հեռացնեն վրանը, բայց նման զիջում չի լինի, ասել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդե Իսկանդարյանը։ Նման առաջարկ հնչեցվել է ապրիլի 7-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ ևս մեկ հանդիպման ժամանակ։ Արցախցիները մտադիր են շարունակել քննարկումները Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի հետ մինչև ապրիլի 15-ը, այնուհետև կհայտարարեն հետագա անելիքների մասին։ Շրջանառության մեջ է դրվել հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը հետաձգելու նախագիծը, այս մասին հայտարարել է падգամավոր Բաբկեն Թունյանը։ Մասնավորապես մայիսի 1-ի փոխարեն 2024 թվականի եկամուտների համար հայտարարագիր կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը։ Հաջորդ տարի 2025 թվականի եկամուտների համար հայտարարագիր կարող են ներկայացնել մարտի 2-ից նոյեմբերի 1-ը։ Հաջորդ տարիների համար հայտարարագրի ներկայացման ժամկետը կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը։ Նախագիծը արտահերթ նիստով եւ արագացված ընթացակարգով կընդունենք մինչև այս ամսվա վերջ, հայտարարել է Թունյանը։ Ապացուցման կարիք չունի այն համոզմունքը, որ ճանապարհային երթևեկության անվտանգությունը անփոխարինելի կարևորություն ունի Հայաստանի հասարակության համար, ինչպես անձնական, այնպես էլ հանրային անվտանգության առումով։ Այս մասին հայտարարել է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ հանձնաժողովի անդամ ԿՊ խմբակցության падգամավոր Արմեն Խաչատրյանը։ 2024-ին տեղի է ունեցել զոհերով կամ վիրավորներով 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով
հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել 6116-ը։ Միայն 2025 թվականի հունվար-մարտին արձանագրվել է 988 զոհերով կամ վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահար, արդյունքում 60 զոհ եւ 1391 վիրավոր։ Այսինքն, եթե շատ կոպիտ վիճակագրություն ներկայացնենք, ապա կստացվի, որ 10 տարվա ընթացքում խաղաղ պայմաններում 3 միլիոն բնակչություն ունեցող երկրում ունենում ենք 3600-ից ավելի զոհ, մոտ 70,000 վիրավոր։ Երթևեկության համար բալային համակարգը 9-ից դարձավ 13, դրան զուգահեռ ներքին գործերի նախարարությունը նախատեսում է խստացնել պատասխանատվությունը, խախտումների դեպքում ավելացնել տուգանքների չափը։ Երթևեկության ոլորտի փորձագետների գնահատականն է եւ ձևակերպումը կարելի է ասել ոչինչ էլ չփոխեց։ Որքան էլ բալային համակարգը բարձրացվի, միևնույն է անկարգապահ վարորդը շարունակելու է 13 բալն էլ մաշել։ 9-ով չբավարարվողը 13-ով էլ չի բավարարվի, 23-ով էլ։ Գումարն էլ տեղը փոխելու շատ չի փոխում, ստեղ ընդամենը ռակերովկիկ են արել։ Իդեալական կազմակերպվածը կարծում եմ այդ ամեն ինչի մեջ պետք է տեղավորվել ինի մեջ։ Վիճակագրությունն է ցույց տալիս, որ հանրապետությունում ավելի շատ խախտումները ամրագոտի չկապելու եւ առանց վարորդական վկայականի մեքենա վարելու դեպքերն են։ Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 300-ից ավել անձ առանց վարորդական երթևեկելու։ Քրեականով 90%-ը քրեականով դատապարտվում են 375,000 դրամ տուգանքի ու դատվածություն։ Դա քրեական գործով դա կատաստրոֆիկ պետության համարել է դա ծախսու աշխարհով այդ ստատիստիկայով դատվածությունների քանակով ասենք պայտարակություն է էլի։ Միաժամանակ այդ արարքների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածների սանկցիաներով այժմ նախատեսվում է, որ համապատասխան մասերով նախատեսված արարքները տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում 200,000 դրամի չափով։ Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է իր կազմվածքը 55 տարեկանում, Instagram-ի գրառմամբ ցուցադրելով իր հիասքանչ կազմվածքը։ Շնորհակալ ստուգում, իմ մարմինը, ես քրտնաջան աշխատում եմ դրա վրա, բայց այն դեռ ավելի լավն է, քան երբևէ։ Մարդիկ, որոնք լցնում են իմ սիրտը, հենց փոքրիկ պահերն են դառնում լավագույն հիշողություններ։ Ինչի համար եք շնորհակալ այսօր։ Այսպես էր գրել նա հրապարակելով իր լուսանկարը սև բոդիով եւ թիկնոցով։